Ողջույն բոլորին, ձեզ հետ Արմինեն է, աստղաբան և էզոտերիկ։ Այսօր ուզում եմ խոսել 06 թվի մասին, հունիսի 6-ի մասին, հայլային օրվա մասին։ Սա համարվում է Վեներայի ծածկագիրը, որովհետև 6 թիվը դա սիրո թիվն է, ամենահզոր օրն է սիրո համար։ Նախքան սկսելը ուզում եմ, որ մի պահ մի կողմ դնենք այն հին վախեցող մեր բոլոր պատկերացումները։ Մենք սովոր ենք, որ 3 վեցյակները կապված են ինչ-որ սարսափելի բանի հետ, ինչ-որ թրիլերների հետ եւ այլն, սակայն թվաբանությունն ու էզոտերիկ ուսմունքները շատ ավելի խորն են նայում այս խորհրդանշին։ 2026 թվականի հունիսին մեզ սպասում է յուրահատուկ էներգետիկ պորտալ, որը ոչ մի կապ չունի քաոսի հետ, վախերի հետ, ընդհակառակը այն համարվում է կարգի և սիրո բարձրագույն կոդը։ Եթե վաղուց փնտրում եք ձեր իրական սիրուն կամ ցանկանում եք ձեր ներկայիս հարաբերությունները տեղափոխել նոր մակարդակ, ապա այն ինչ որ ես ձեզ ասում եմ, դա ձեզ համար է։ Նա կդառնա ձեր ուղեցույցը։ Եվ այսպիսով թիվ 6-ը ինչու այն վախի մասին չէ, այլ սիրո և ներդաշնակության։ Թվագիտության մեջ 6-ը համարվում է սիրո, գեղեցկության, ընտանիքի և խաղաղության թիվը։ Այն կապված է Վեներայի հետ, որը խորհրդանշում է սեր, հոգատարություն և ներդաշնակություն։ Օրինակ, մեղուների փեթակի բջիջները 6-անկյուն ձև ունեն։ Բնությունն այս ձևն ընտրել է, քանի որ այն շատ ամուր, հարմար և հավասարակշռված է։ Այդ պատճառով 6 թիվը հաճախ համարում են կարգուկանոնի և կայունության խորհրդանիշ որպես։ Երբ մեկ ամսաթվի մեջ 3 վեցյակ է լինում, 06-06-2026, մենք թվաբաններս կարծում ենք, թվագետներս ավելի շուտ, թվաբանները նույնպես կարծում են, որ սիրո և ներդաշնակության էներգիան ավելի ուժեղ է լինում։ Այս օրը կարող է նպաստավոր լինել հին վիրավորանքները ներելու և մոռանալու համար, հարաբերություններում խնդիրները լուծելու համար, երազանքներից գործերի անցնելու համար, սեփական սիրուն գտնելու համար կամ նրա հետ կապն ամրապնդելու համար, սիրո և ընտանիքի մասին կարևոր որոշումներ կայացնելու համար։ Ըստ էզոտերիկ նշանների 0606-ը լավ օր է սրտի ձայնին լսելու, սիրելի մարդկանց հետ ջերմ հարաբերություններ կառուցելու և կյանքում ավելի շատ սեր ու ներդաշնակություն բերելու համար։ Ինչու է 2026 թվականը ուժեղացնում այս էներգետիկ պորտալը։ Թվագիտության մեջ 2026 թվականի թվերը գումարելիս ստացվում է 10, իսկ հետո 1։ Թիվ 1-ը խորհրդանշում է նոր սկիզբ, առաջնորդություն, նախաձեռնություն և արագ շարժվելու ուժ։ Երբ այս էներգիան միանում է հունիսի 6-ի և ամսաթվի մյուս վեցյակների հետ, ստացվում է յուրահատուկ համադրություն, նոր սկիզբ, սիրո, համագործակցության և հարաբերությունների միջոցով։ Ի դեպ ասեմ, որ հունիսի 9-ին Վեներան է միանում Յուպիտերին, երկու հիանալի մոլորակներ, այնպես որ հենց այս 6 թիվը նաև դրան էլ է վերաբերվում։ Սկիզբը կդնեք հունիսի 6-ին, կսկսեք կամ կշարունակեք հունիսի 9-ին։ Եվ ըստ էզոտերիկ պատկերացումների, սա այն ժամանակն է, երբ տիեզերքը կարծես դադարում է փորձարկել մարդկանց դիմացկունությունը և սկսում է աջակցել նրանց, ովքեր պատրաստ են պատասխանատվություն վերցնել իրենց երջանկության համար։ Եթե երկար ժամանակ եղել եք միայնակ, թաքնված եք պահել ձեր զգացմունքները կամ շարունակել եք ապրել հին հարաբերությունների հիշողություններով, ապա 0606-ը կարող է դառնալ հին սցենարներից հրաժարվելու, ազատվելու և նոր էջ բացելու խորհրդանշական օր։ Օրվա պրակտիկա՝ հարաբերությունների ամուր հիմք դնելու համար։ Որպեսզի օրվա էներգիան չանցնի աննկատ, կարելի է այն ամրապնդել պարզ և անկեղծ գործողությամբ։ Դրա համար բարդ ծեսեր կամ հատուկ արարողություններ անհրաժեշտ չեն։ Ըստ էզոտերիկ ավանդույթների,
ամենակարևորը մաքուր մտադրությունն է և անկեղծությունը։ Հունիսի 6-ին կարող եք գտնել մի հանգիստ վայր, որտեղ ոչ ոք ձեզ չի խանգարի։ Վերցրեք թուղթ և գրիչ, գրի առեք, թե ինչպիսի հարաբերություններ եք ցանկանում ունենալ։ Նշեք ոչ միայն արտաքին հատկանիշները, այլ նաև զգացողությունները, որոնք ցանկանում եք ապրել այդ հարաբերություններում՝ սեր, վստահություն, հարգանք, ջերմություն և աջակցություն, դե մնացածը ձեզանից ավելացրեք։ Եթե արդեն հարաբերությունների մեջ եք, գրեք, թե ինչ կցանկանայիք բարելավել և ամրապնդել ձեր հարաբերություններում, ձեր միասին կապում։ Վերջում շնորհակալություն հայտնեք կյանքի համար, այն ամենի համար, ինչ արդեն ունեք, և այն ամենի համար, ինչ ցանկանում եք ներգրավել ձեր կյանք։ Այս պրակտիկան օգնում է ավելի հստակ հասկանալ սեփական ցանկությունները և կենտրոնանալ այն հարաբերությունների վրա, որոնք իսկապես կարևոր են ձեզ համար։ Եվ այսպիսով առաջին, կարելի ասել, սրտի հայելի մեդիտացիան։ Նստեք հանգիստ վայրում և փակեք աչքերը։ Պատկերացրեք ոչ թե սպիտակ ձիու վրա եկող ասպետի կամ արքայազնին, այլ այն զգացողությունը, որը կունենաք ձեր իդեալական զուգընկերոջ կողքին։ Հարցրեք ինքներդ ձեզ. արդյոք ես ինձ հանգիստ եմ զգում։ Արդյոք ուրախ եմ և երջանիկ։ Արդյոք ինձ պաշտպանված և ապահով եմ զգում։ Արդյոք ինձ սիրում և գնահատում են։ Փորձեք ամբողջությամբ լցվել այդ զգացողություններով և մի քանի րոպե մնալ այդ վիճակում։ Երկրորդը դա այդ օրը գնեք որևէ զույգիր տան համար։ Երկու գեղեցիկ մոմ, երկու բաժակ, նոր անկողնային հավաքածու կամ ցանկացած այլ զույգ առարկա։ Այս խորհրդանշական քայլով, ըստ էզոտերիկ ավանդույթների, դուք կարծես ուղերձ եք տալիս տիեզերքին. իմ կյանքում տեղ կա երկուսի համար, նաև երկրորդի համար, եթե դուք միայնակ եք։ Հաջորդը դա գրեք ինքներդ ձեզ համար նամակ։ Թվագրված հենց 0606, օրինակ 2027 թվական։ Մեկ տարի անց։ Նամակում նկարագրեք, որքան երջանիկ եք, ով է ձեր կողքին, ինչպիսի հարաբերություններ ունեք, ինչ մթնոլորտ է տիրում ձեր տանը, ինչի համար եք շնորհակալ կյանքին։ Գրեք այնպես, կարծես այդ ամենն արդեն իրականություն է եղել, ոնց որ դուք գրում եք ապագայի համար, որ այս սա իմ կյանքում է, արդեն կյանքում կա։ Կարևոր հիշեցում. թվագիտության մեջ 6 թիվը կապված է անկեղծության, սիրո և ներդաշնակության հետ, և այն չի սիրում կեղծիք և ձևականություն։ Եթե սեր եք ցանկանում ստանալ, նախ պետք է ինքներդ դառնաք այդ սիրո աղբյուրը, առաջին հերթին ձեր հանդեպ։ Սեփական անձի նկատմամբ հարգանքը, հոգատարությունն ու սերը հաճախ համարվում են առողջ և երջանիկ հարաբերությունների հիմք։ 0606-ը նաև համարվում է բաց դռների ժամանակ։ Այդ օրը պարզապես գեղեցիկ ամսաթիվ չէ օրացույցում, այն ըստ էզոտերիկ պատկերացումների մեղմ հիշեցում է, որ քաոսը միշտ ձգտում է կարգուկանոնի, իսկ միայնությունը՝ միասնության։ Մի վախեցեք թվերից, ավելի կարևոր է բաց չթողնեք այն պահերը, երբ կյանքը նոր հնարավորություններ է առաջարկում, իսկ աշխարհը կարծես ձեռք է մեկնում ձեզ։ Հիշեք, ամենաամուր հարաբերությունները կառուցվում են ոչ միայն ուժեղ զգացմունքների, այլ առաջին հերթին ներդաշնակության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Հենց սա է 6 թվի հիմնական խորհրդանիշը։ Օգտագործեք այս օրը հանգստանալու, ներքին խաղաղություն գտնելու, սրտում տեղ բացելու սիրո համար, գնահատելու այն մարդկանց, ովքեր արդեն ձեր կողքին են, և նոր հնարավորությունների համար, բաց լինելու համար։ Դուք ինչպես եք վերաբերվում կախարդական ամսաթվերին։ Հավատում եք, որ որոշ օրեր ունեն առանձնահատուկ ուժ և նշանակություն, թե դրանք պարզապես գեղեցիկ թվային համընկնում են։ Գրեք մեկնաբանություններում։ Կիսվեք ձեր փորձով։ Եղել են ձեր կյանքում ճակատագրական հանդիպումներ, կարևոր իրադարձություններ կամ հիշարժան փոփոխություններ անսովոր ամսաթվերի ընթացքում։ Գրեք, կկարդամ անպայման։ Անկախ նրանից հավատում եք թվագիտությանը, թե ոչ, նման օրերը կարող են լավ առիթ լինել
կանգ առնելու, վերանայելու ձեր ցանկությունները եւ գիտակցաբար ընտրելու այն ուղղությունը, որով ցանկանում եք շարժվել առաջ։ Ցանկության դեպքում բաժանորդագրվեք ալիքին, ես ուրախ կլինեմ ձեզ տեսնել իմ կողքին։